Արդեն մի քանի ամիս է համացանցում ակտիվորեն քննարկվում է Գուսան Արամ Ասատրյանի թոռը Կրտսեր Արամ Ասատրյանը և իր սիրելին Աննան։ Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ զույգի շքեղ հարսենյաց հանդեսը։ Այսօրվա համար Հայաստան էին եկել տարբեր երկրներից մարդիկ, հյուրեր, ովքեր ցանկացել էին ներկա գտնվել Արամի և Աննայի գեղեցիկ օրվան։ Աննան այդ օրվանից ի վեր ինստագրամյան հարթակում ունի հետևորդների մեծ բանակ, մարդիկ օր-օրի, ժամ-ժամի հետևում են Աննային և այդպիսով նրա հետևորդների քանակը ակտիվորեն ավելանում է։ Աննան ինստագրամյան հարթակում այդպիսով որոշում է գեղեցիկ կոնտենտ ապահովել, ժամանակաժամանակ հրապարակումներ է անում ցույց տալով իրենց գեղեցիկ բնակարանը, որը որ նոր են ձեռք բերել ինքն ու Արամը։ Մենք ներկայացրել ենք այս զույգի գեղեցիկ հարսանիքի կադրերը և այլ մանրամասներ, դե իսկ այսօր էլ Աննան ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով ցույց տալով, թե ինչ գեղեցիկ ծաղկեփունջ ու անակնկալ է իրեն մատուցել Արամ Ասատրյանի հորաքույրը Զվարթ Ասատրյանը։ Նրանք ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ և բացի այն, որ Զվարթը Արամ Ասատրյանի հորաքույրն է, նա նաև Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մտերիմ ընկերուհին է։ Այդպիսով իր երջանկայիշատակ եղբոր Սեդրակ Ասատրյանի նախկին կնոջ և որդու հետ մշտապես պահում է ակտիվ կապը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, ընդամենը մի քանի օրից ամանոր է մարդիկ շտապում են զարդարել իրենց տները և տոնական տեսք հաղորդել դրանց։ Շատերը արդեն իսկ ամսվա սկզբին դրել էին իրենց տոնածառը։ Մեր աչքից չի վրիպել նաև Գուսան Արամ Ասատրյանի դստեր Զվարթ Ասատրյանի տոնածառը, որը բավականին շքեղ է։ Զվարթը հրապարակում է արել ինստագրամյան հարթակում, այդպիսով ցույց տվել նաև, թե որքան գեղեցիկ զարդարանքներով է պատել իր տունը ամանորին ընդառաջ։ Կադրերում նաև երևում է Զվարթի ընտանիքը, որտեղ ինքը Գրիշա Սանդալյանի և երկու դստրերի հետ է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել ենք։ Վերջերս Արամի հարսանիքներ այսօրվա բացառիկ կադրերը տարածվել էին համացանցով, մեկ ներկայացրել էինք դրանք մեր հետևորդներին։ Այդ օրը նաև աչքի էր ընկնում Արամ Ասատրյանի դուստրը Զվարթ Ասատրյանը, ով այս տարիների ընթացքում բավականին գեղեցկացել է և էլեգանտ տեսքով էր ներկայացել եղբոր որդու հարսանիքին։ Մեր աչքից չի վրիպել այն, որ Զվարթ Ասատրյանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է իր եղբոր հարսի Աննայի հետ։ Աննան Զվարթի լուսանկարներին կից այնպիսի մեկնաբանություններ է թողնում, որոնք փաստում են նրանց միջև եղած ջերմ հարաբերությունները։ Հերթական հրապարակմանը կից Աննան գրել է «Հոգս»։ Այստեղից հետևություն, որ հորաքույր է ասում Աննան իր ամուսնու հորաքրոջը։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք Արտաշ Ասատրյանի կնոջ Աննայի հիմնադրած խանութը Երևանի սրտում։ Այստեղ ներկա էին մի շարք հայտնիներ, այդ թվում Տարուհի Բաբայանը, Լուիզա Ղամբարյանը, երգչուհի Սոնան և շատ ու շատ ուրիշներ։ Ներկաների թվում էին նաև Աննայի մտերիմները, ընկերներն ու բարեկամները։ Զվարթ Ասատրյանը ևս ներկա էր։ Նա նկարահանվել է Սյուզիի հետ, և Սյուզիի և Զվարթի համատեղ լուսանկարը տարածվում է համացանցում։ Շատերը գրում են, որ Սյուզին այդպես էլ չի կարողանում ներել հորաքրոջը, քանի որ իր կյանքի կարևորագույն օրը նա իր կողքին չէր, իսկ այսօր, երբ ամեն բան անցյալում է, արդեն միմյանց հետ շփվում են։ Այնուամենայնիվ, ինչ-որ բան կա, որ Սյուզիի աչքերում երևում է, նա չի կարողանում մոռանալ եղածը։ Նշենք նաև, որ այս ընտանիքի մասին բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել, վերջերս էլ Արտաշ Ասատրյանի եղբոր Սեդրակ Ասատրյանի որդու Կրտսեր Արամի հարսանիքներ։ Ընդամենը մեկ ամիս առաջ զույգը պսակադրվեց, նրանց հարսանեկան կադրերը մեծ ինտենսիվությամբ տարածվում էին համացանցով մեկ։ Դրանք մինչ օրս կարելի է ասել համացանցում ամենադիտվող տեսանյութերն են։ Նրանք Հայաստան էին եկել ամուսնանալու համար, արդեն այսօր գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դե իսկ Արամ Ասատրյանի կինը Աննան գտնվում է Բելգիայում։ Նա ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ ինստագրամյան հարթակում։ Նոր էջ մեր ընտանիքի համար սկսվում է այսօր, մեր ռեստորանը բաց է, գրել է Աննան հայտնելով իրենց սեփական ռեստորանի բացման մասին։ Նշենք նաև, որ սա Աննայի հայրական ընտանիքի հաջողությունն է։ Արամն ու Աննան այս պահին գտնվում են առավոտության վրա։ Արամ Ասատրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, դե իսկ Աննան Բելգիայում է։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Աննան,
Վարում է իր բլոգը ցույց տալիս ինստագրամյան հարթակում իր առօրյայից հատվածներ, որոնք իսկապես հետաքրքրում են իր հետևորդներին։ Ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ ցույց է տվել նաև իր եւ Արամ Ասատրյանի միջև եղած ամենաերկար հեռավորությունը։ Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց երբ դուք սիրում եք իրար եւ վստահում Աստծուն, ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին։ Երբեք ծանր սրտով պետք չէ քնել։ Գրել է Աննան, նշելով, որ սերն ու համբերությունը միշտ հաղթում են։ Նշենք նաև, որ հերթական անգամ ինստագրամում նրան գրել են, որ նա շատ գեղեցիկ հարսնացու էր։ Այս խոսքերին ի պատասխան Աննան նշել է, որ շատ հաճելի է միանշանակ դրական խոսքեր եւ ջերմ մեկնաբանություններ ստանալը հետևորդների կողմից։ Նշենք, որ այս հարսանիքին շատ մեծ ակտիվությամբ նաև տարածվում էին Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մասնակցությամբ տեսանյութերը։ Նա բավականին երիտասարդ շքեղ տեսք ունի եւ այդպիսով էլ ներկայացել էր որդու հարսանիքին եւ մեծ ուրախությամբ նշել այն։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնդրիքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել եւ տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի եւ Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական եւ թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ եւ զգացված ենք։ Լավ եւ հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի եւ մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում բարել են միմյանց հետ։ Այս բառը ուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ բառով են հանդես եկել։ Բարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը եւս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը եւ կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր եւ եղբայր լինեն եւ ոչ թե մայր եւ որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաեւ, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր եւս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը եւս լի էր դրական եւ ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի եւ մայրիկի ջերմ ու հուզիչ բառը։ Նշենք նաև, որ երեկ էլ Կարմենը ներկայացրել էր Աննայի մասնակցությամբ լուսանկար եւ գրել. «Մեռնեմ քո քաղցր շպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի եւ որդու մասնակցությամբ, ինչպես նաեւ հրապարակումներ է արել եւ այդպիսով իր սերն արտահայտել եւ ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր պրեսը։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։ Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։ Նշենք նաև, որ այս օրերին Աննան եւ Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք եւ յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի եւ Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։